Պարոն Փաշինյան, մոտ մեկ շաբաթ առաջ միջադեպ տեղի ունեցավ ձեր եւ Արթուր Օսիպյանի միջև։ Հիմա նա միանգամից 3 հոդվածներով մեղադրվում է եւ երկամսյա տնային կալանքի տակ է, բայց պարոն Փաշինյան, ձեր ուղիղ եթերում չկան ինչ-որ վիրավորական արտահայտություններ, խուլիգանական դրսևորումներ Արթուր Օսիպյանի կողմից, ընդհակառակը նա էր փորձում հանդարտեցնել իրավիճակը եւ ձեզ էր հորդորում հանգիստ խոսել եւ ձեր ուղիղ եթերից դուրս արդեն լրատվականների կադրերով մենք տեսնում ենք, թե ինչպես են ՊՊԾ աշխատակիցները Արթուր Օսիպյանին հեռացնում այդ տարածքից։ Խնդրում եմ ասեք, ինչը ձեզ հունից հանեց եւ նա պնդում է, նրան ճանաչողները պնդում են, որ նա չունի որևէ կապ չի ունեցել իշխանության հետ, էլիտայի հետ որևէ կապ չունի եւ դուք նրան փախած անվանեցիք։ Հիմա նա երևի տեղյակ եք, որ հացադուլի մեջ է եւ ասել է, որ հացադուլը կդադարեցնի այն դեպքում, երբ որ դուք ներողություն խնդրեք իրենից, իրեն փախած անվանելու համար եւ նրան ճանաչողները նաեւ նշում են, որ նա սկզբունքային է եւ եթե չդադարեցնի, դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ուզում եմ հարցնել, արդյոք պատրաստվում եք ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից եւ եթե ոչ, ապա չեք կարծում, որ նրա հետ եթե ինչ-որ մի բան պատահի, դուք մեղքի զգացում կունենաք այդ ժամանակ, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Որտեղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ եկել է Ղարաբաղի հարցը առաջ տան, որտեղ է կռվել, որտեղ է եղել ինքը ընդհանրապես պատերազմի ժամանակ։ Նա պետք է ներողություն խնդրի եւ իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները, գիտեք, մենք չգիտենք իրա եւ Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Այսինքն ձեզ թվում է, որ մենք տենց բան, միամիտ ենք, ինքը եւ պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ process-ը եւ Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ, որտեղ է կռվել ինքը, որտեղ է եղել ինքը եւ իր նմանները։ Այո, ինքը եւ իր նմանները, ել եմ ասում, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային, նրանք փախածներն են, որոնք պատանդ են պահում մի հատ Ղարաբաղում, Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ Հայաստանում են պատանդ պահում Ղարաբաղի ժողովրդին։ Իրանք էլ չեն դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար եւ ուրիշներին հորդորում են, որ չդիմեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։